Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, վհատելու չեն, վերջ կունենան, կուգան ու կերթան, կամ բարի գեղեցիկ առաքինի ընկերը մարդուն, արևի պես փայլեցնում է պատկերը մարդու։ Այս թևավոր խոսքերը հնչել են այնպիսի մարդկանց շուրթերից, ում ընդհանրապես չի կարելի թողնել անցյալում։ Նրանք աշխուղական արվեստի հզորներն են, ովքեր ծնունդ են առել ջավախք աշխարհում, ստեղծագործել ու սերունդներին փոխանցել ջավախքյան քաղցրության ու գեղեցկության մասունքները։ Աշխուղական երգը բոլորս էլ գիտենք, որ շատ վաղուց գոյություն ունի, ինչը շատ կարևոր է այսօր հայ երգարվեստում։ Իսկ թե ջավախքում ինչպես է զարգանում հայ աշխուղական երգը, մենք բոլորս էլ գիտենք, որ ունեցել ենք այնպիսի աշխուղներ, ինչպիսիք Ջիվանին, Հավասին, այսօր էլ շարունակողներ կան, Աշխուղ Լեյլին է, Աշխուղ Ալիք ջավախքը, որոնք շատ հաճախ կազմակերպում են փառատոններ, մրցույթներ, համերգներ, ներկայացնում են աշխուղական երգարվեստը, այն էլ ինչպիսի երգեր, որոնք վերաբերում են նաև հենց մեր ծննդավայրին, մեր հայրենիքին, եւ կարծում եմ, որ աշխուղական երգարվեստը այսօր շատ կարևոր է եւ սերունդներն էլ շարունակում են կրել ու կատարել այն երգերը, որոնք գրում են աշխուղներ, օրինակ Աշխուղ Ալիք ջավախքի երգերը այսօր հնչում են շատ կատարողների կողմից, Սայաթ-Նովա հայտնի աշխուղական անսամբլի կողմից, Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Աշխուղ Լեյլու երգերը այսօր էլ շատ հնչում են եթերներով եւ բոլորս էլ գիտենք, օրինակ Խասբաղի միջին երգը, ինչքան ժամանակները փոխվում են, այնքան ամեն ինչ փոխվում է, բայց ի զարմանս մեզ, երբ երիտասարդ կատարողներն են սկսում երգել աշխուղական երգը, ես կարծում եմ, որ բավականին արդեն մատաղ սերնդին չէ, բայց գոնե արդեն հասուն տարիքում գտնվող երիտասարդի համար կարևոր է այդ երգարվեստը։ Երգում են սրտի սերիցը, սազնել չի գցում ձերիցը, թափում են շրթում ձերիցը, լավաթասեն թե, շատարասեն թե, ինչ ասեն անշիկյարի։ Լավաթասեն թե, շատարասեն թե, ինչ ասեն անշիկյարի։ Ջավախքյան աշխուղական երգի կենթանի լեգենդ է Աշխուղ Լեյլին, Լեյլի Սամվելի Եփրիկյանը, որի երգերում հնչում է ջավախք։ Ավելի քան կեսդար հայկական աշխուղական արվեստի կրողն ու շարունակողը ստեղծել է շուրջ 4000 բանաստեղծություն եւ 500-ից ավել երգ։ Նրա հեղինակած Խասբաղչի մեջ Արի Ղարիբջան, Նայիրուհի, Ջավախքը իմ երգն է եւ բազմաթիվ այլ երգեր այսօր էլ հնչում են նույն ջերմությամբ, ինչպես առաջին անգամ։ 2023 թվականին նա արժանացավ վարպետ աշխուղի կոչման։ Իր իսկ արվեստով ոգեշնչում է նոր սերունդներին, պահպանելով Սայաթ-Նովայի աշխուղական դպրոցի ավանդույթները։ Նրա ձեռքերում դափը դառնում է մի ամբողջ պատմություն սիրո, կարոտի եւ հայրենիքի մասին։ Աշխուղ Լեյլին սիրով ելույթ է ունենում ջավախքում տարբեր մշակութային միջոցառումներին։ Բայց ժողովրդին հայ պահող միջոցառումներ այսպիսիք են։ Ես հպարտանում եմ, որ դուք կաք, սրանք ազգային հայկական ամեն ինչ հայը որտեղ լինի պահպանող այսպես ձիրքերով, մեղեդիներով, երբ որ նայում էի ես Ալիք Քսպոյանի խմբի պարերին, մեր տատիկների պարերն էի հիշում, մեր ինքնությունը պահպանող, մեր ինքնությունը հավերժություն տանող, փառք ու պատիվ ջավախքի ժողովրդին, իմ կարծիքով ջավախքային երգիրն է, որ դրախտի մի մասն է, եւ ջավախքուհիները, ջավախքեցիները այն մաքուր հալալ յուղի նման մարդիկ են, շատ շնորհալի, շատ ստեղծագործող, շատ լավ մայր Հայաստանում էլ պատիվ ունեցող, շատ լավ մարդիկ են։ Երբ որ Թոմաս Պողոսյանին խնդրեցի, որ ես չգամ, գնամ Ղուլալիս գյուղը, նա սիրով թույլ տվեց,
ապրի այդ մարդը, որ Ալիկ Ջավախն էլ մեր աշխուղներից է, շատ սիրված, շատ շնորհալի եւ ձեզ նույնպես շնորհակալություն, խաղաղ մնա մեր աշխարհը։ Կարոտել է իմ հայրենից սենք Ջավախից չեմ կարող ասել կարոծարդից մարմունջը տամ երկից թող լավ ապրեն սիրով ապրեն Սոխագներով տայլայում Աստված լսե աղաչանքս օգնիր սիրում Ջավախքի սիրասում Երթամ հասնեմ իմ Ջավախքս Հողն համբույրեմ սիրելի Կարոտներից փունջարած ողջունեմ տատերից պապերից Ինչպես իր ելույթում մի անգամ նշեց Աշուղ Լեյլին, Աշուղ Ալիկ Ջավախքը հանդիսանում է Հայաստան-Վրաստան մշակութային կամուրջ, ով բազմից է ներկայացրել ջավախքյան աշուղական արվեստը շատ երկրներում։ Նրա երգերը լսվել ու լսվում են ամենուր։ Իսկ Ալիկ Ջավախքը ոսկե կամուրջն է եղբայրական Վրաստանի եւ Հայաստանի, ուրեմն ապրի դարետար մեր երգերով։ Նորորյա աշուղ եմ դարերից կուկամ, սիրար բլբուլեմ բաղս բանգուկամ, Ղարիբ հապկերից երկով ծենգուտամ աշուղ Լեյլին եմ իմ յարից կուլամ, Սուրբ Ավադոս Ջավախքյան աշուղ երթումով սրբազան, Լեյլին ծառա ժողովրդին, երգս նվեր հայոց ազգին։ Մեր ջիվանին, հավասին, են հեներեն, դոնք հայ կայնամս է առաջի տասնյակի մեջ կմետնին հայ աշուղներում մեջ իրենց մեծությունով կան երդասարդ իքերը կան էլի աշուղներ կան հիմի աշուղ Լեյլին կա հետո Ալիկ Ջավախքը կա էլի ժամանակակից աշուղներ են նու շատ սիրեմ կը շատ լավ են աշուղական երգերը չհանցող են էլի ինչ ղացած միշտ ժամանակակից են էլի լեսվինգը իմ օրնագես լեսեմ կը միշտ այդ մասին խոս չկա եւ տարբեր երգիչներ կան թե այն ժամանակ թե հիմի օրինակ մեր Ջավախքելի իրենց լավ աշուղական երգեր կան երկու հոգի կան ախրքալագու գեղերից շատ լավ են բայց մեր երդասարտությունը մեր ժողովուրդը շատ շատերը չեն լսե նույնիսկ երբ որ գլասեմ մարդիկ երբ որ այդ մասին խոսին նույնիսկ հեգնանքով գա իրենք կարդայդու մարդոց հանդեպ օրինակ մեր հարսնեստանը հարսնեսներում մեջ շատ վատ է ես ինձ պրոստ հետաքրքիր է այդ թող չնեղենան այդ երաժիշտները դա ուրդից կգտնին այդ երգերը զարմանալու է թե առաջ թե հիմի մենք երգեր ունենք այդ աշխուհական գուսանական երգեր ունենք կամ հայ կոմպոզիտորները երգեր ունենք լավ ժողովրդական երգեր բայց ուրդից կգտնին ինչ երգեն ինչ կենենգը в общем առաջի ուղղակի զազվիս կորկերտած հարսնիկ զազվիսկի ես կսեմ հեչ մեկնե թող չնեղենա Չնայած այն բանի, որ ներկայիս երիտասարդության մեջ բավականաչափ սերմանվում է այլ ոճի երաժշտություն, սակայն մենք դարձյալ հպարտ ենք, որ նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր աշխուհական արվեստի սիրահարներ են, ու այսօր մեր մշակույթի տանսաները բազմից են ելույթներով հանդես եկել տարբեր երկրներում, հանրությանը ցույց տալով ջավախքյան աշխուհական արվեստը։ It's